Նիհա, ես Դավիթն եմ, բարի գալուստ էլեկտրոմոբիլների աշխարհ։ Ժորժան, այսօր ներկայացնում եմ ձեզ այս գժական էլեկտրոմոբիլը Sealion 06 Pro Plus ամենահագեցված կոմպլեկտացիան, որը որ գին որակով հաղթում է բոլորին, կրկին ու կրկին BYD-ին ապացուցում է իր առաջատարի դիրքերը։ Ես ուղղակի ապշած եմ այս ավտոյի հնարավորություններից, այս ցածր գնով։ Իմ մոտ Գյումրիում այս մեքենան արժի ընդամենը $29200, իսկ միջին կոմպլեկտացիան $27700։ Ու ես հավաստիացնում եմ կրկին ու կրկին BYD-ին դեմպինգ է անում ու ինքնարժեքով է վաճառում այս գժական էլեկտրոմոբիլը, որտեղ մրցակիցներին անխնա ոչնչացնում է, մենակ Ձիպալն է, որ կարողանում է դիմակայել այս գնային սեգմենտում, նույնիսկ մի քիչ ավելի էժան, կարծում 28800-ի կարգի մոտ Ձիպալը հավասար է այս ավտոյին։ Մնացած բոլորը այս գնի մեջ իհարկե զիջում են BYD-ին անխնա ոչնչացնում է բոլորին։ Հարգարժաններս ներկայացնում եմ ձեզ Sealion 06։ Գնացինք։ Մեր ավանդական ցինկապատման տեստ անենք, Ժորժան։ Խնդրեմ, ցինկապատը 150 միկրոն։ Մի խոսքով ստաբիլ ամենտեղ 150 միկրոն։ Ու նույնիսկ պարոգները կրկին 150, որը որ առաջ 100 էր, BYD-ից հալալա, այս առումով առաջադիմություն կա։ Դա էսի արդեն պլաստիկ է։ Էսի արդեն պլաստիկ է։ Այս բագաժնիկը Ժորժան ամբողջությամբ պլաստիկ է։ Ու ոչ մի գրամ երիկած տեղ տնտեսական։ Էս էլ է պլաստիկ։ Ժորժան, ուրեմն ինչպես կարող եք տեսնել, սա իհարկե սուբյեկտիվ է, բայց շատ մարդիկ իմ հետ համաձայն են, որ այս ավտոյի արտաքին տեսքը կոնկրետ գեղեցիկ չի դիմացից։ Հարգարժան Wolfgang Egerjan, ասենք խիա սենց էլի, մի հատ խնդրում եմ կոմենտներում մեծ բացատրես, խիա Song Plus-ը իմ կողմից այդքան քլնգած, շատ ավելի գեղեցիկ, շատ ավելի գեղեցիկ, քան թե այս մեքենան։ Հատկապես այս լուսարձակների հատվածում, ասենք, էս ինչ է։ Էս ինչ եք ծխել էսի աներուց առաջ։ Էսի ով է հաստատը, ասենք, խիա սենց բաժանված երկու մասի ու կոնկրետ սիրուն չի էլի, ասենք, ինչ որ սենց չոր կոպիտ տապորական դիզայն է, ասենք, այս ժեշտից կտոր է, որ արանքում սենց գնում է Wolfgang ջան, ընդհանրապես գեղեցիկ չի, ստե կարող լինել, ասենք, ինչ որ գեղեցիկ պավարոտնի կամ ինչ որ լուսային էֆեկտ կամ ինչ որ հայլային ինչ որ բաժանարար գիծ, բայց ոչ ասենք թափքի մաս էլի, ասենք հստուպը երկու մասի բաժանող է լուսարձակը, բոլորն են ասում 90% ասում է գեշ է։ Դիմացից գեշ է Wolfgang։ Էսի մինուս։ Էսի աչք մտնող մինուս epic fail։ Լավ չի։ Հա, Ժորժան, եթե նայում ենք կողքից ու իմ հետ շատերը համաձայն են, հա, կողքից գժական է։ Խնդրեմ։ Տոպից տոպ։ Ոնց կարա նույն մեքենան կողքից լինի սիրուն, հետևից լինի էլի սիրուն, կարելի ասել շատ ավելի գեղեցիկ, քան Song Plus-ը, ասենք Song-ը ինչ որ լրիվ են տրանսֆորմեր վիճակներն, ասենք չի բռնում դիմացի հետ ոչ մի տիպի։ Էսի բռնում է դիմացի հետ դիզայնը, հա։ Բայց ասենք դիմացը գեղեցիկ չի, Wolfgang ջան։ Էդի միանշանակ փաստում են շատերը։ Հաստատ Song Plus-ը 2 անգամ, 3 անգամ ավելի գեղեցիկ է դիմացից, քան թե Sealion 06-ը։ Չնայած նրան, որ այս մեքենան Song-ից 2 անգամ լավն է, դրան կանադառնանք, եթե ոչ 3։ Բայց դիզայնով հաստատ զիջում է։ Անդրադառնանք այս դեկորատիվ դիզայներին, որը որ արդեն մենակ այս հատվածն է, մատովի փայլուն, էսի մատովի փայլատա ու ընդհանուր ի տարբերություն Sealion 05-ի ստեղ սա ավելի հարմոնիկ է նայվում, ավելի էրգոնոմիկ է նայվում, գեղեցիկ է նայվում, չես կարող ասես, որ ինչ որ անկապ դեկորացիա է, բավական սիրուն է։ Դիմացի շիթը էլի կրկին ու կրկին ստեղ ունենք իհարկե փայլուն մակերես, բայց ստեղ ներքևի հատվածը փայլատա։ Կամերան Ժորժան, իհարկե ինչպես միշտ, սենց տապորավարի Wolfgang Egerjan-ն էլի ճպասրացավ ու զր երևում է։ Ասենք, էսի մինուս։ Մեր անվահեծերն են Ժորժան, բավական գեղեցիկ են, Sealion 07-ից վերցված, այս մեքենան լիքը բան վերցրել է Sealion 07-ից, իր մեծ եղբայրից ու R10-ը չափի են, 235-50 չափի, ու ստանդարտ չափ է կարելի ասել, բավական լավն են, դիզայնը բավական լավն է ու հենց դարձան BYD լոգոյով։ Ուղղակի մինուս եմ ուզում ընդգծեմ հարգարժան Wolfgang ջան, ինչու այս արկաները
տեղն է կա, էլի ասենք, դες տեղը կա։ Ուրա մեր փայլատ մոլդինգները։ Պաշտպանիչ, էսի մի հատ մինուս, ով է, էսի սենց թողել, խիչ եք ավելացրել։ Ուրա մեր արկաները։ Չկա Ժողջան, տուպը չկա։ Ուրեմն այս հատվածն է բավական գեղեցիկ, բավական։ Ի տարբերություն լեոպարդի, ընդելրիվ տապորավարի էր, ստե որ տեսնեք շատ գեղեցիկ ինտեգրված է այդ լուծումը թափքի մեջ ու ինքը փայլատ է, էսի հալալ է, այսպես փայլատ մատերիալ Վոլգանգ ջան, ստե պետք է լիներ, այստեղ, էսի կերերեք, էսի մինուս։ Ուրեմն դրի բռնակները Ժողջան, էլի գերազանց լուծում է, այն ամենալավ լուծումն է, որ ոչ դուրս է գալիս, ոչ ուղղակի սենց դուրս ընկած է, Song Plus-ի պես, այլ սենց Yuan Up-ի պես, էրգոնոմիկ ձևերով։ Բայց ключевой доступը գոնե երկու հատ ունենք, մի հատ ստեղ, մի հատ վարորդի մոտ, բայց դա ստեղ հետևից իհարկե չունենք ինչպես միշտ կրկին։ Մեր կողային հայլները էլի բավական գեղեցիկ են, էրգոնոմիկ են ու տեսադաշտը վատը չի։ Չեմ կարող ասեմ այնց լիարժեք է, բայց լավն է։ Էլի դաչիկ sleeping zone, բավական գեղեցիկ է։ Ու կամերաները դե ինչպես գիտեք, արդեն միացտե է։ Ընդհանուր ունենք 12 կամերա։ Դե այս հատվածներն է Ժողջան, ավանդական խազվող հայլուն մատերիալ, ուղղակի դեռ տերը սրանք չի պոկել, ուզում եմ միանգամից փագի, որտեղ պոկելուց հետո մի ամիս հետո էսի խազմազ ինչ ասես վրան չի լինում, մատնահետ մի խոսքով էսի պետք է փագեք անպայման։ Արդեն BYD-ն հասկացել է, որ ճիշտը իհարկե ռեզին դնելն է, էսի պլյուս, արդեն բոլոր մեքենաները գալիս են սենց ռեզինով, ուստեղ ջուր համարյա չի հավաքվելու, ի տարբերություն Song Plus, Yuan Plus, Yuan Up, ոստեղ ջրհեղեղ է։ Հետևի լուսարձակն է, էլի բավական գեղեցիկ է, ոչ մի տիպի չի բռնում դիմացի անշուք, անտաշ, տապորական դիզայնի հետ։ Այստեղ կարելի ասել Silane 07-ից ոգեշնչված ավելի պարզ իհարկե, 07-ի մոտ շատ գեղեցիկ այս հատվածը արած, ուղղակի գերազանց է, հետևի լուսարձակը, բայց այստեղ այս գնի համար էլի տոպերից տոպնա կարելի ասել։ Սպոյլերը մեր, էլի բավական սպորտային տեսք է հաղորդում, ռեյլինգները, մի խոսքով, եթե դիմացի տեսքը չհաշվենք, մնացածը տոպից տոպ է Ժողջան։ Տեսախցիկը հետևի, այստեղ էլ լույս ունենք, ստոպի լույսն է։ Այստեղ էլ էլի ռիվ փայլատ, շատ գեղեցիկ ինտեգրված հատված է։ Ու լուսածերպը այս մեքենայի մոտ պետքա որ 18.5-ից բարձր լինի, ըստ գրածի 19 պետքա լինի ու ոնց որ այդպես էլ կա, բավական բարձր է լուսածերպը։ Ուրեմն վերնախցիկը Ժողջան։ Մենք այստեղ ունենք գժական, պոպային ուղղակի բոմբ, մեծ վերնախցիկ, հարգարժան լեոպարդ նախագծողներ, մի հատ տեսեք վերնախցիկը ոնց պետքա լինի։ Համարյա 600 լիտր, կարծեմ 575 թե 600 է։ Ասենք sense պետքա լինի, էլի, ասենք լեոպարդի մոտ սրա կեսն է, կարելի ասել Ժողջան։ Ну լավ, մի քիչ ավել։ 370 կարծեմ, էլի, ինչա աբսուրդ է։ Այսպես պետք է լինի։ Այսի մեծ ընտանեկան գժական բոմբ վերնախցիկը։ Սա բուֆերով պրեմիում կլասի դան աուդիո համակարգ ունենք այստեղ այս գնի մեջ, ինչը էլի բոմբա։ Այս մեր տակի նիշան, հերիքշիս այստեղ է նիշա Ժողջան։ Մի հատ էլ սենց էլ ավելի խորը ստեղ ունենք։ Ահա տեսեք։ Էլի միշտ արմունք ձեռս մտնում։ Մի խոսքով տեղի առումով, ստե նիշան ունենք, տեղի առումով այս ավտոն տոպից տոպ է։ Ուղղակի բոմբը հաստատ Song Plus-ից ավելի շատ է իր ռուսերեն ասած площадь полезного пространства։ Գժական է։ Ու դե իհարկե էլեկտրապրիվոդ ունենք, որտեղ սա full կոմպլեկտացիան է։
Ուրեմն դիմացի ֆրանկը, Ժողջան, ինչպես տեսնում եք, էլի գժական է, մեծ է, բոմբա, 100+ լիտր է, կարծեմ 115 է, կարծեմ, եթե չեմ սխալվում։ Ասենք հաստ, որակյալ, որ կպնում ես գումես թե որակ է, էլի գժական այս տիպի հաստ։ Ռեզին ունենք։ Ջրամեկուսացում ապահովող։ Այստեղ հաստատ ոչ մի ջուր չի հավաքվել, էլի, ասենք իրոք շատ լավն է։ Ասենք դաժե դիպալի մոտ սենց չէր։ Գերազանց է։ Գազովի ուպորներ, մի խոսքով, այստեղ նույնիսկ ունենք աբեշում կա, ձայնամեկուսացում, չնայած շարժիչ չկա, էլի կատարյալ է, մեծ պլյուս հալալ է սրա համար։ Սոնգը սենց բան չունի, UAM+ սենց բան չունի։ Մի խոսքով այս մեքենան Ժողջան կլասով Song Plus-ից բարձր է, բայց միջին կոմպլեկտացիան Song Plus-ի գնի է։ Իմ մոտ թե Song-ը թե սրա միջինը 27700։ Ну, եթե դիզայնի ֆակտորը դնենք մի կողմ, քանզի դա սուբյեկտիվ է, մարդկա շատ հավանում է այս դիզայնը, չնայած այդ մարդիկ քիչ են, Վոլգանգ ջան, ես քեզ հավաստիացնում եմ, ճնշող մեծամասնության դուրս սա չի գալիս։ Այս տապորական լուծումը։ Սա rest file-ում խնդրում եմ դզեք։ Այստեղ պետք է լինի ինչ-որ լույսային, ինչ-որ լուծում։ Գեղեցիկ, այլ ոչ թե ասենք թափքի ժեշտը։ Համենայն դեպս լուսարձակները Ժողջան էլի բավական լավն են, շատ լավ լուսատվությամբ, էլի տոպից տոպ են, այստեղ ոչ մի հարց, ոչ մի պրետենզիա։ Պրետենզիա մենակ այս անդազահանարած այս դիզայնին է։ Այս նախագծողին տուգանեք, կոնկրետ լավ չի։ Ժողջան, ուրեմն ես տը նկատեցի, որ մի հատ էլ եւս մինուս, հարգարժան Վոլգանգ ջան, ստե պարոգներ մենք չունենք։ Այսպես պարոգ, ոնց որ ունի օրինակ UAM+-ը, իմ ավտոն որ գալիս է փակում այս հատվածը, մենք չունենք Ժողջան։ Ու ասում ինչպես տեսնում եք, դուռը սովորական ձևով է փակվում ու կեղտը այստեղից ներթափանցում է ներս։ Ուրա մեր պարոգը հարգարժան Վոլգանգ մի հատ կոմենտներում խնդրում եմ գրեք։ Բայց զատո այստեղ այսպես գեղեցիկ վստավկա ունենք հենց արդեն գործարանից, BYD լոգոյով բավական գեղեցիկ է։ Էսի հալալ է։ Էսի հա, բայց այս պահը պետքա դզեք rest file-ում միանշանակորեն։ Ժողջան, ուրեմն դուռ բացելը ոնց հասկացաք շատ հեշտ, շատ իդեալական ձևով է իրականացված ու մի հատ մեծ պլյուս այս ավտոյի դուռը երևի ամենածանր դուռն է բոլոր BYD-ների մեջ մինչև այս պահը իմ կողմից ռևյու արած։ Նույնիսկ Leopard 3-ից էլ ավելի ծանր, գժական բոմբ դուռը ստեղ զգացվում է որակ։ Միանշանակորեն էսի տոպից տոպ։ Դրան փագելու ձայնը, էլի։ Շատ լավն է։ Երևի ամենալավն է այս ձայնը։ Ուրեմն Ժողջան, ներսում մենք ինչպես տեսնում եք, ունենք գժական նստատեղեր ու ի տարբերություն C-Line 05-ի, այստեղ մենք ունենք որակ, միանշանակորեն այս որակը ոչ ոք չի զիջում Song Plus-ին։ Հա, դիզայնով զիջում է, դիզայնը մնացել է նույնը, իրանց օվկիանոսային թեմատիկան է, բայց որակի առումով միանշանակ C-Line 05-ից 2 գլուխ բարձր է, հավասար է Song Plus-ին, էսի հաստատ։ Էսի պլյուս, էսի ապրեք, ձեր սխալը դզրեք։ Ներսի հատվածում ուրեմն Ժողջան, ինչպես տեսնում եք, ֆուտբոլի դաշտ է։ Ահա խնդրեմ։ Ուղղակի ֆուտբոլի դաշտ է, ասենք երևի ամենամեծ տեղը ունենք, Geely հաստատ Geely Galaxy E5-ից հաստատ մեծ շատ է այս տեղը, Toyota-ից շատ է, մի խոսքով գերազանց է։ Ուղղակի գերազանց է, այս հետևի հատվածի տեղը, ասենք, տոպերից տոպն է։ Ուստեղ էլի Toyota-ի պես կարծում եմ 4 հոգի կտեղավորվի։ Ոչ գերմարդ, 4 նիհար հոգի ստեղ հանգիստ տեղ կանի։ Հետևի տեղը, ասենք, ֆուտբոլի դաշտ է, հենց իսկը ընտանեկան մեքենա է սա։ Եթե դուք ունեք մեծ ընտանիք, ուրեմն C-Line 06։ Ну ավանդական ձիգ, մի քիչ փոքրոտ է ճիշտ ասած, այսի ինչ որ տենց միջին վիճակ, Վոլգանգ ջան, չեմ կարող ասեմ գերազանց է։ Ինչ-որ կարճ է, ասենք էլի, խա կարճ։ Ինչպես պետք է գար էլի вообще-то։ Այսի մինուս։ Հա ձիգ է, բայց փոքր է։ Այս պուճուրի, այս եկա ավտոյի համար, այս պուճուրի, չգիտեմ, սա քանի սանտիմ է։ 20 երևի, չգիտեմ, պուճուր է այսի։ Ստե մենք ունենք կարմանչիկներ, Ժողջան, USB Type-C ու ինչպես տեսնում եք, ես ես հավաստիացնում եմ, էլի ինտերիերի մատերիալները գժական է, Ժողջան։ Եթե 05-ում ամենավատ ինտերիերներ, որը որ ես իմ այս обзорում փաստերով ապացուցում եմ, ստեղ
Song Plus-ին հավասար վիճակա, մի խոսքով Yuan Plus-ին, Song Plus-ին համարյա գերազանց, կարելի ասել գերազանց, ոչ մի պրետենզիա։ Այս մատերիալը, որ Sea-Lion 05-ի մոտ ահավոր էր, ինչ-որ դուբովի պլաստիկ էր, ինչ-որ soft touch-ել չէր, չգիտեմ ինչ էր։ Ստեղ փափուկ կորզամա, soft touch, գժական է։ Այս հատվածը մի քիչ չորոտ է, բայց նորմալ է, չնայած կարար մի քիչ լավ լիներ, Wolfgang ջան, բայց օքեյ, հա, վատ չի։ Եվ ամենա զիջող հատվածը էս է։ Ստեղ գժական է, Ժորժ ջան, այս լրիվ էս հատվածը գժական soft touch փափուկ մատերիալ է։ Էսի էլի շատ լավ ալյումին։ Մի խոսքով ստեղ ոչ մի խնդիր, ոչ մի պրետենզիա։ Ну, այս հատվածը դե ավանդական դուբովի պլաստիկն է, էսի բոլորը մոտ է տենց, մեր դինամիկն է։ Մի խոսքով սրահի նյութերը կարելի ասել լավն են, Ժորժ ջան։ Այս առաստաղի մատերիալն է գերազանց։ Sea-Lion 05-ից երկու անգամ լավ վիճակ է ստեղ։ Միանշանակորեն։ Մեր պանորաման է էլի բավական մեծ։ Ну, զիջում է, չափերով Toyota BZ3X-ին զիջում է, այդ wow էֆեկտը այդքանը շատ չի, բայց էլի լավ մեծ է։ Song Plus-ից հաստատ որ մեծ է։ Դա միանշանակ ուղղակի մինուսը որ չի բացվում։ Էսի մինուս է։ Մենք բացովի լուքս տեղ չունենք, բացովի պանորամա, մենակ շտորկա ունենք։ Ժորժ ջան, ուրեմն վաղորդի նստատեղն է։ Ինչպես տեսնում եք, ինտերիերը միանշանակորեն կատարյալ է կարելի ասել, համեմատած Sea-Lion 05-ի հետ։ Ես այդտեղ ոչ մի պրետենզիա, ոչ մի բողոք չունեմ, ճիշտ ասած։ Ամեն ինչ տոպից տոպն է։ Այս ղեկը գժական Sea-Lion 07-ի ղեկն է, որը որ միանշանակորեն շատ ավելի լավն է, ավելի հարմար է, ավելի որակյալ է, քան թե ասենք 05-ի մոտ, քան Yuan Plus-ի մոտ, Song Plus-ի մոտ։ Էսի արդեն լրիվ high level լյուքսային ղեկ է, էսի մեծ պլյուս։ Այս գնի մեջ, մինչև 30,000-ի մեջ, էսի պլյուս։ Էսի ապրեք BYD ջան։ Էսի, ну, մենակ լեոպարդին է զիջում, ճիշտ ասած, լեոպարդի կամ հավասար է լեոպարդին, արդեն դժվար եմ ասեմ, լեոպարդի ղեկներ գժական, մի խոսքով լյուքս է, տոպից տոպ է։ Այս հատվածները արդեն ոնց ասեցի ձեզ, դիպալ S05-ին չզիջող, ինչպես դուք գիտեք, S05-ի մոտ գժական է այս հատվածները ինտերիերի, ոչ մի բան չի զիջում, էլի նույն ստրոճկան է, գեղեցիկ ровный hard ստրոճկան է մեր օրանժ մատերիալից։ Առասարակ սա գույները շատ լավն են, մոխրագույնի սպիտակ չեն, ինչպես տեսնում եք, մոխրագույն է, բաց մոխրագույն, շատ պրակտիկ, շատ գեղեցիկ գույն է։ Այս գույնը ես շատ հավանեցի, իսկ ասենք առաստաղը արդեն սև է, այս համադրությունը բավական լավն է։ Ստեղ ամեն ինչ կատարյալ է, BYD-ի կատարյալ որակն է, մատերիալները տոպից տոպ են, ոչ մի խնդիր։ Այս ամենակ մի քիչ վատը դիպալ 07-ի պես, քիչ չորոտ է, ճիշտ ասած, Wolfgang ջան, բայց soft touch է, օքեյ։ Այս հատվածն է, էլի մի քիչ զիջում ես մեր առաստաղի հատվածի մի քիչ չորոտ է, բայց ես ոնց հասկանում եմ, այս ստոյկաները բոլորի մոտ են տենց, այս soft touch մատերիալը ոնց հասկացած, դա չի կարող լինի։ Այս հատվածը էլի ի տարբերություն 05-ի գերազանցա, soft touch-ա, ոչ մի խնդիր։ Սա մեր պրոյեկցիան է, Ժորժ ջան, այս ավտոն ունի պրոյեկցիա, ահա խնդրեմ երևում է, բավական լավ երևում է։ Ստեղ էլի դինամիկ ունենք։ Մի խոսքով գժական է, ստեղ մենք ունենք արդեն ակնոցների պահոց։ Ну, այստեղ է մինուս, ճիշտ ասած, հարգարժան Wolfgang, էսի մինուս։ Մեր շտորկան ղեկավարող կոճակները, ահա խնդրեմ։ Ասենք էլ էս Yuan Plus-ի առաջի սերունդի պես փայլուն են ու սենսորնի են։ Էսի խնդրեմ դզեք rest հայլում ու դնեք Leopard 3-ի պես այդ գժական ֆիզիկական բոմբ կոճակները։ Wolfgang ջան, էսի մինուս։ Էսի 25 թիվն է, ասենք դուք դնում եք 2000-ականների տեխնոլոգիա, ասենք։ Փայլուն սենսոր, որը որ Full-sense մոտ է, ասենք։ Էսի չեղավ։ Էսի մինուս։ Այս կազիրոկը ճիշտ ասած տերը ասաց, որ բավական լավն է, լայն է, արևից լավ պաշտպանում է, ու ես լրիվ համաձայն եմ, ինչ որ մի ստանդարտ բավական լայն, ոչ ստանդարտ մոտեցում է ու հնարավորինս պաշտպանում է արևից։ Էսի պլյուս։ Ուրիշների մոտ sense լայն չի։ Այս հատվածը։ Էսի պլյուս ապրեք։ Ուրեմն անցնենք հաջորդ մեր գժական ֆիչաներին, Ժորժ ջան։ Ինչպես հիշում եք, Sea-Lion 05-ի մոտ երևի դիզայներները ինչ-որ բան են ծխել դիզայնը անելուց առաջ, մորշել էին լրիվ, էրգոնոմիկան ծբխած է, ստե ամեն ինչ տեղին է, ճիշտ է ու հիմա փաստերը ինչպես տեսնում եք, այդ իմ
քմահաճույքի կարծիքը չի էլի, ասենք, փաստեր է, ստեղ էրգոնոմիկան ամեն ինչ ճիշտ է արած, Ժորժան, որտեղ ձեռի մոտ է հասկանում եք, ձեռը դնում եք պատակոտնիկին, ձեր մատերը ստեղ են։ Всё, կարող եք կնոպկաները սխմեք։ Իրա տեղում է, ամեն ինչ ճիշտ է, իդեալական է, տոպից տոպ է։ 0.5-ի մոտ Ժորժան, այն դե է։ Այն դե է, ուսած ձեռով ուզում եք հասնեք ու չեք կարող հասկանում եք, ձեր ձեռը չի հասնում 0.5-ում այս կնոպկաներին։ Մարդիկ ջոկեր են, որ ընդ բորշեր են, հիմա դրել են ճիշտ տեղում։ Էսի ապրեք, Վոլգանգ ջան, հալալա, էսի պլյուս։ Այս մեր գժական ռեժիմ փոխել ավտոյի, մի խոսքով էս ավանդական ձայնի բարձրացան իջացնել, որից լիքը ավտո զուր կա, ասենք, Jeep-ալ, Geely, Toyota, ասենք, ավարիոն կե, գոնե ավտո միասին անջատելու կոճակ գոնե դրեք, էլի, հարգարժան Jeep-ալ, հարգարժան Geely, ասենք, գոնե էս։ Բայց ցանկալի կլինի էսել, էս ռեժիմ փոխելն էլ, ասենք, էսի կարևոր է, էլի։ Քեն մարդիկ BYD առնում։ Այս սրանց համար, այս կնոպկաների համար, որովհետև դուք չունեք, տուպը չունեք։ Մեր պաստականիկներն են էլի բավական գեղեցիկ։ Շատ լավ մատերիալ, այս հատվածը էլի շատ լավ մատերիալ է, soft touch, էլի BYD-ի կատարյալ գերազանց մատերիալն է, էսի գերազանց է, մեր անլալ իսկավորումն է 50 վատ։ Այստեղ ոչ մի խնդիր, էսի մեր սառնարանն է Ժողջան, էլի պատրակոտնիկը էլի շատ լավն է։ Ну մի քիչ չորոտ է, եթե անկեղծ։ Հա, դասեք ավելի փափուկ է, այստեղ մի քիչ ավելի չորոտ է, չգիտեմ խի։ Ասենք խի ասենք Վոլգանգ ջան ասենք էլի նույն հատվածն է ասենք էլի ասենք խի է էսի լավ soft touch էսի մի քիչ չորոտ էսի մինուս ասենք խի ասենք էսի մեր սառնարանն է Ժողջան արդեն դի գիտեք BYD-ն արդեն ստանդարտ բոլոր մեքենաների մեջ դնում է սառնարան էս էժան սեգմենտի մեջ նույնիսկ $24000 Yuan Plus-ը ունի սառնարան ասենք ուրիշ ոչ մեկ այդ գնի մեջ չունի ոչ մեկ նույնիսկ Jeep-ը 05-ը 07-ը ունի, բայց 07-ը արդեն թանկ է։ Այս մեր նիշանա տակի, այդքան է մեծ չի, ճիշտ ասած, այնպես միջին, իհարկե Geely Geomi-ին չի հասնում, այնի լրիվ տոպից տոպեր, բայց ված չի։ Շնորհակալություն, որ ունենք։ Դե այս մատերիալը գժական է, Silian 05-ից մի քանի գլուխ բարձր, տոպից տոպ, էսի ոչ մի խնդիր։ Ստեղ ունենք ստանդարտ ավանդական, բավական մեծ, նորմալ չափի Բարդաչոկ, լավագոնա ունենք, հարգարժան Jeep-ալ Toyota, մի հատ նայեք սովորեք։ Ну, այս հատվածն է մի քիչ խնդրահարույց, Ժողջան, հա, տենց գեղեցիկ է, ինչ-որ տենց գեղեցիկ լույսային էֆեկտ կա, բայց դա ասենք փայլուն ռայալնի լակ է, էսի մինուս, հարգարժան Վոլգանգ, ասենք, էսի պետք է փագել, էլի, գոնե պլյոնկել, որտեղ էսի խազվելու է մեկից մեկ։ Մենք ստեղ ունենք արդեն գժական 15 ու 6 դյույմանոց մեծ էկրան, ոնց որ պետք է լինի full կոմպլեկտացիաներում, այլ ոչ թե 12.8 դյույմը, որը կար 0.5-ում, ինչը դուք ուղղակի խաբել եք ձեր հաճախորդներին, հարգարժան Վանչուան Ֆուջան, պետք է մարդկանց կոմպենսացնեք, որտեղ իրան գնել են full Silian 05, full, բայց ունեն, ասենք, բազային կոմպլեկտացիա փուճուրիկ էկրանչիկ։ Ասենք խիատենց մի հատ կոմենտներում գրեք։ Մարդկանց դուք կոնկրետ հուսախապ եք արել։ Պետք է լինի, ասես, մեծ շափի, ոնց որ վստահ է։ Եթե մենք գնում ենք Silian 05 full-ը։ Մեր գժական վարորդի դիսպլեյն է, Ժողջան, ու այս վարորդի դիսպլեյի մասին ուղղակի կերազի ունենալ Jeep-ը, որը որ զուր կա, առհասարակ։ Ասենք հասկանում եք, այստեղ կարևորագույն ինֆորմացիա է գրվում, էլի, ձեր ռեժիմը, ճնշումը անվադողերի, ժամը, ռեկուպերացիան, ասենք, լիքը բան, էլի, ասենք, ինչքան մնաց, ինչքան կիլոմետր մնաց, ասենք, մենակ արագությունով չի, էլի, որ պրոյեկցիա, որ դնում եք մենակ արագությունը, որ դնում եք պրոյեկցիայով, էլի, բավարար չի, բայց կարևոր ինֆորմացիա մարդը որտե կարդա։ Էսի մի հատ մեծ պլյուս BYD-ին, հալալա։ Միշտ պետք է ունենալ համ պրոյեկցիա, Ժողջան, համ վարորդի դիսպլեյ։ Այլ ոչ թե Տեսլաների պես ոչ են։ Այնի вообще абսուրդ է։ Ասենք, դա պրոստը абսուրդ է, ամեն ինչ պլանշետում։ Դա մոռացանք, Jeep-ը գոնե պրոյեկցիա ունի, իսկ BYD-ն ունի համ պլանշետ, համ դիսպլեյ վարորդի, համ պրոյեկցիա։ Այսինքն full վիճակ, տոպից տոպ, այսպես պետք է լինի։ Որ մենք որոշենք որտեղից օգտվենք, ստեղից թե ընդեղից։ Հարգարժան Իլոն Մասկ ջան, ասենք, հիմա որ դառնա, էլի, ասենք, ես չեմ հասկանում, ուժել դժվար է գոնե պրոյեկցիա ավելացնել, գոնե պրոյեկցիա։ Ժողջան, ում վարորդին սատեղին առանձին անդրադառնանք մի հատ նորից, այս բակավոյ Պադրոշկյան գժական է, մի խոսքով շատ հավանեցին սատեղը, ես Song Plus-ին ոչ մի բանում չի զիջում։ Այս հատվածը մի տեսակ արդեն դոստուպը ոնց որ թե արդեն ավելի հեշտացրել են, ոնց ահա որ խորը չի, բայց էլի կարող մի քիչ բարձր լիներ։ Այստեղ մենք ունենք հերիքշի կառավարում, առաջետ ու հենակի սպինկայի կառավարում, մի հատ է բացի, մենք ունենք այս հատվածի կառավարումը այստեղ։ Այս էլի մի հատ մեծ պլյուս, այս գնային սեգմենտում ստենց բան հաճախ չի լինում, էսի մեծ պլյուս։
Պլյուս դրան Ժողջան մենք ստեղ ունենք, ինչպես տեսնում եք, այսինքն двойное стекло, երկշերտ ապակի, ինչը գերազանցա կատարյալ է ու առհասարակ ձայնամեկուսացում այս ավտոյի մոտ բավական լավն է։ Կարելի ասել Yuan Plus-ին չի զիջում, հաստատ Song Plus-ից երկու անգամ լավն է ձայնամեկուսացումը։ Ժողջան, ինչպես համոզվեցիք կամ չհամոզվեցիք, փաստերով, օբյեկտիվորեն այս մեքենան իրոք լավն է։ Եթե հաշվի չառնենք այդ ամենամեծ մինուսը, այդ դիմացի խնդրահարույց դիզայնը, չնայած լիքը մարդ ավտո է անդրում դիզայնից ելնելով։ Ես էլ եմ տենց։ Ես առաջի հերթին նայում դիզայն, դուրս եկավ, всё, չեմ առնում։ Ինչքան էժան կլինի, ինչ հզորություն կլինի, չեմ առնում։ Դա կարևոր է, հարգարժան Վոլֆգանգ ջան։ Դիզայնը անդազահան է դիմացից։ Դա մինուս։ Բայց եթե դա դնենք մի կողմ, Ժողջ ջան, այս ավտոն դաժե Leopard 3-ից, այդքան գովաբանացին կողմից, գին որակով էլ ավելի լավն է։ То есть այս գնով, essence լեն ու բոլ, հարմարավետ, որակյալ մեքենա ադապտիվ կախոցով, Ժողջ ջան։ Այս մեքենայի կախոցը ադապտիվ է։ Ես այս մեքենան քշեցի, ինքը ամենափափուկն է, ինքը հաղթեց Geely Galaxy E5-ին ու Toyota BZ3X-ին, Ժողջ ջան, որ ես ասում եմ միշտ իրանք առաջ տեղում են, հիմա իրանք արդեն ինչան երկրորդ տեղ։ Այս մեքենան բարձրացավ առաջի տեղ ու կարծում եմ Zipal Restyle-ը, որ ձերս ընկնի ռևյու անեմ, դա հələ կորոշենք, բայց Zipal Restyle-ի 07 Restyle-ի պես այս ավտոյի մոտ կախոցը ադապտիվ է, Ժողջ ջան, այս գնի մեջ։ Ինչը մի հատ չտեսնված բան է, այդպես բան չի լինում։ Դեմպինգը անխնա, նվեր է տալիս ձեզ։ Vivad-ի նվեր անում է ուղղակի։ Ադապտիվ կախոցով այս մեքենան ամենափափուկն է շուկայում այս գնի մեջ, մինչև 30,000-ի մեջ ուղղակի բոմբա։ Բոլոր անհարթությունները, այդ պարկած ոստիկանները, դարուփոսերը, այդ կախոսը կոմպենսացնում է, դուք համարյա իրանց չեք զգում։ Հա, էլի զգում եք, նենց չի որ սենց իդեալական է գնում, բայց մինիմալ փափկությունը ուղղակի գերազանց է։ Song Plus-ից երկու անգամ փափուկ է այս ավտոն, Song-ի վարորդները չնեղանակ, բայց այդ ավտոն արդեն անցած դարա ակտուալ չի, էլ արդեն չի արտադրվում։ Մի խոսքով Song Plus-ի մասին մոռացեք։ Ուղղակի մոռացեք, քանի կա այս մեքենան, որտեղ այս մեքենայի միջին կոմպլեկտացիան հավասար է Song Plus-ին, չունի սառնարան, չունի պրոյեկցիա, դա Song-ն չունի։ То есть իր միջինը լրիվ Song Plus-ին հավասար է։ Նույն գինն է իմ մոտ 27700։ Երկուսն էլ։ Բայց այս ավտոն երկու անգամ Ժողջ ջան Song-ից լավն է։ Ձեր ցավը տանը, մոռացեք Song-ի մասին։ Հա, այնի գեղեցիկ է, հա։ Եթե ավտո եք ընտրում բացառապես դիզայն ձեռնելով, Song Plus-ը ավելի գեղեցիկ է, բան չասի։ Բայց ընդհանրային հատկություններով, ձայնամեկուսացումով, հզորությամբ այս մեքենան 245 դիաուր է, Ժողջ ջան, 218 չի։ Song-ի համար 218-ը քիչ է, հատկապես ձմեռը։ Էլ չասեմ հետևի քարշակ, ամենակարևոր մեծ աչք մտնող պլյուսը, հետևի քարշակը։ Իսկ էլեկտրոմոբիլը պետք է լինի հետևի քարշակ, հատկապես ասենց մեծ գաբարիտների, որտեղ դեմը ծանրություն չկա, Ժողջ ջան, թեթև է դեմը, հասկանում եք, որ ռեսկի գազ եք տալիս, ասենք դեմը խաղցնել, փախցնել, քիթ խաղցնել կամ արագ շրջադարձ որ մտնում եք, էլի Song-ը խնդիրներ ունի, Yuan Plus-ը խնդիրներ ունի, որտեղ դիմացի քարշակյան, դեմը ծանրություն չկա։ Song-ը առհասարակ նավ է, ճոճ ունի մի ուրիշ տիպի։ Քշողները կփաստեն։ Իսկ այս ավտոն կառավարելի, հզոր, Leopard-ի պես գժական բոմբ ավտո է, Leopard-ից էլ փափուկ, Leopard-ից էլ հզոր, այն էլ 218 դիաուր, ու զգացվում էր։ Իսկ էսի 245-ը ու զգացվում է, էսի ավելի հզոր է։ Իսկ Zipal 07 Restyle-ը, որը որ շուտով կգա, ու անպայման обзор-ը կանեմ, 272 դիաուր է արդեն Ժողջ ջան։ Ու երևի միակ արժանի մրցակիցն է այս մեքենայի։ Իրոք բոմբա է մեքենան։ Դիզայնով տարի սատկացնում է Sea-Lion 06-ին միանշանակորեն, ասենք Zipal 07-ը ուղղակի իտալական արմատներով գժական բոմբ մեքենա է, դե առաջի սերունդի ռևյուն ունեմ, իմ ալիքում կարեք մի հատ նայեք, Restyle-ը մյուս տարի կլինի։ Ավտոս ճանապարհին է, հենց հասնի մյուս տարի Restyle-ը ռևյուն կանեմ, միանշանակորեն հաղթում է դիզայնով 06-ին 1-ից 1, ընթացայինով կարծում եմ նույնն է, կամերաների քանակով 212-ն, 2-ն սառնարան ունեն, 2-ն հետևի քարշակ են, 2-ն ադապտիվ կախոց է, ուղղակի Zipal 05-ը, 07-ը 550 կիլոմետր է գնում, էսի 600, բայց դե ռեալ կյանքում ինչ-որ մի 20 կիլոմետր է տարբերությունը, 20-25, դա տենց էական չի։ Մի խոսքով Ժողջ ջան, մինչև 29500-ի մեջ, եթե ավտո եք նայում, միանշանական աներկբա, այս Sea-Lion 06 full կոմպլեկտացիա, Zipal S07 full կոմպլեկտացիա, ու մեկ է Leap motor-ի full կոմպլեկտացիա, բայց ցավոք սրտի Leap motor-ը վաճառքը արկել է Չինաստանից դուրս, գնել չեն կարող, ու ոչ մեկ չի կարող, մենակ պաշտոնականը կարա մատակարարել դες Leap motor։ Մնում է կամ Zipal, կամ Sea-Lion 06, կամ Mazda EZ60, մի հատ ծանոթացեք, բազային կոմպլեկտացիան թուրի մատուցումն է, դա հանգարց չառնեք հարթուկ արկերի վրա, բայց full կոմպլեկտացիան հա լավն է, բայց դա ասենք
Այս BYD-ի պես չի, էլի, լակապած շերտը ընդամենը 90 միկրոն է, ցինկապատ չի, ասենք, բալտի դիսպլեյ չունի, սառնարան չունի, մի խոսքով զիջում է։ Միանշանակ Mazda-ն, Ժորժան, այդ անուն հանած չինական Mazda-ն, ինքը իմ լրիվ 100% չինական է, էլի, կապ չունի ճապոնականի հետ։ Չինական Mazda-ն միանշանակ զիջում է BYD-ին ու Zipal-ին, խորհուրդ չեմ տալիս, եթե համատում ենք։ Հա, եթե չենք համատում, նորմալ մեքենա է, սիրուն է, Mazda-ա, օքեյ, կարեք առնեք։ Բայց ինքը ադապտիվ չի իր կախոցը հասկանում եք, sense գժական փափկություն ընդ չի ինելու։ Սովորական կախոց է, բազմալեզականի, ադապտիվ չի։ Դրա համար ես հորդորում եմ, եթե ուզում եք գժական, հարուստ, տեխնոլոգիապես հագեցած, փափուկ, հզոր, բոմբ ավտո, բայց դիզայնը այդքան էլ լավ չի, ուրեմն Sea-Lion 06 կամ Zipal 07 ու վերջի վարիանտ Mazda EZ60։ Ինչն է ուզում ավելացնել այս ավտոյի մոտ։ Ոնց որ թե ամեն ինչ ասացի ձեզ, մինուսներից կարելի ասել չկա, ես զարմացած եմ։ Ну, դիզայնի, եթե դիզայնը հաշվի չառնենք, դա սուբյեկտիվ է, բայց լիքը մարդ, քանի որ լիքը մարդ համաձայն է, դառնում է օբյեկտիվ, Հարգարժան Վոլգանգ ջան ու Վան Չուանխու ջան, աչք մտնող epic fail դիմացի դիզայնը անդազահան արած, ուղղակի քննգած, քանդակած, ասենք այդ դիզայներն հանեք գործից։ Ո՞վ այդ է հաստատել, Վոլգանգ, եթե դու ես հաստատել, ասենք ես ապշած եմ, ոնց կարելի է, ասենք գեղեցիկ Son Plus, գեղեցիկ Yuan Plus-ից հետո, ինչ որ ես վերջերս ես կասեմ, դեր դիզայներները բորշում են։ Լեոպարդը սիրուն չի, Sea-Lion 06-ը դիմացից սիրուն չի, իսկ Լեոպարդը բոլոր կողմերից սիրուն չի։ Մի խոսքով ինչ որ պրավալ է։ Հաստատ դուք զիջում եք այս առումով Mazda-ից, Zipal-ից, Geely-ից, մի հատ ուշքի եկեք, Ժող ջան։ Վան Չուանխու ջան, մի հատ գնա դիզայները մի հատ թափ տուր։ Ասենք ես ինչ վիճակ է։ Դուք ավտոյի դիզայնը տեսել ես դիմացից, ահա որ վատ է։ Ահա որ։ Մի հատ դու գանես աղին, Վոլգանգինը հետը։ Մի խոսքով, այդ է մինուսը ամենաաչք մտնող, պարոգներ որ չունի, էլի մինուս է, որտեղ կեղտը ներթափանցելու է սալոն, ասենք Yuan Plus-ը օրինակ այդ առումով իդեալական է։ Այսքան պարոգ ունի Վոլգանգ ջան, ասենք, ուր աստեի պարոգները, մի հատ մեծ հարցական։ Ուրիշ մինուս էլ չկա Ժող ջան, ես չգտա։ Всё, այդ երկուսն էր։ Երևի ամենաքիչ մինուս ունեցող ավտոն է այս մեքենան, միանշանակորեն տոպից տոպա բոմբա իր գնից էժան են վաճառում հաստատ։ Այս ավտոն պետք է լիներ, ասենք մի 31 հանգիստ կարող լիներ, նու իմ մոտ էլ իհարկե։ Ուրիշների մոտ արդեն իսկ 31-ը։ Տեղերքան ինձանից է էժան է, բան չունեմ ասել, չեմ ասում ամենաէժան գինը իմ մոտ է, բայց իմ մոտ ամեն ինչ օրինական է, ապահովագրությունը լիարժեք է, այլ ոչ թե ֆիկտիվ կամ առհասարակ չկա ավտոյի ապահովագրությունը ճանապարհի էլի նկատում։ Ու իմ շնորհավաճառը ասենք ընդամենը $800-850 է, ընդամենը։ Մնացածը ձեր բոլոր ավտոյի ծախսերն է, ես փող չեմ աշխատում տեղ։ Աստղաբաշխական փող չեմ մտնում։ Ու այդ $850-ից ես տալիս եմ հարկեր, քանի որ դուք փոխանցում եք օրինական ձևով իմ ԱԶ-ին։ Մի խոսքով մինիմալ է իմ շնորհավաճառը։ Եթե ավտո մի քիչ թանկ է, իմացեք թանկ է, որովհետև գալիս է ամենաճիշտ, ամենաապահով, ամենալավ ձևերը, որը որ հնարավոր է։ Որ բոլոր ռիսկերից ապահովագրված եք։ Այսքան է Ժող ջան, խնդրեմ ակտիվ լինեք, բաժանորդագրվեք, միանակ իմ TikTok-ին, ես շատ բաներ այնտեղ եմ հրապարակում ու ընդեղի դիտումները մի 10 անգամ ավելի շատ են քան թե YouTube-ին, դրա համար ընդեղ էլի բավական ակտիվ եմ, խնդրում եմ ընդեղ հետևեք ինձ, որովհետև բաներ կա, որ YouTube-ում չկա, իսկ ընդեղ կա։ Այսքանն էր, հուսամ հավանեցիք ես մեքենան, միանշանակորեն իր գնին արժի, բոմբա տոպա BYD-ից հալալա, չէի սպասում, որ լավ է կարող լինի, անկեղծ։ Sea-Lion 05-ից հետո այդ epic fail-ից հետո, ու դիզայնի առումով, ինտերիերի, էրգոնոմիկա, մատերիալների որակ, այս 06-ը, ասենք մի քանի level բարձր է, համարյա 07-ի որակի է, մակարդակի է, 07-ն էլ պատվեր ունեմ, ճանապարհին է, էլի review-ն մյուս ամիս կլինի, Sea-Lion 07-ի։ Այսօր այսքանը։ Եթե այս բանը ընտրում եք կամ ճաշում եք, ապա ծունի յոկը խաղ week-ը։ Կհանդիպենք։